Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 29-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին վարչապետ, Եվրամիության նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը, Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը, ինչպես նաև նախարարության այնպես էլ Ներքին գործերի նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարած փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։ Արմեն Ղազարյանը նշել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի գործողությունների ծրագիրը։ Մեգլենա Կունևան ներկայացրել է վիզաների ազատականացման Բուլղարիայի փորձը, անդրադառնալով այդ համատեքստում կատարված աշխատանքներին և այն ինստիտուտներին, որոնք ձևավորվել են ի նպաստ վիզաների ազատականացման գործընթացի արդյունավետ համակարգման, կառավարման և իրականացման։ Նա ներկայացրել է նաև պետության համար մի շարք կարևոր ասպեկտներ և մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո գրանցված հաջողություններ։ Հանդիպմանը քննարկվել են նաև տեսական և գործնական բնույթի այլ հարցեր, նշված է հաղորդագրությունում։